Ինչու եք հենց Հայաստան դաշինքը նախընտրում։ Իրանց եմ վստահում։ Ուզում են փոփոխություն լինի։ Աշխատել եմ, գիտենք իրանց աշխատանքը ոչ է, դրա համար եկել ենք։ Մեր մարզում ինչելվե Քոչարյանի օրոք այլ։ Կարծվում է երկու հատ ջրագից, որը բազմաթիվ գյուղեր բանարել։ Դարձել ջրովի ու գյուղերը զարգացնում են ապրել։ Քոչում էին Աղավնաձորը, Ռինդը, Շիվան, Ելփինը, Գետափը, այդ գյուղերի բնակչությունն արդեն մեծ արտագաղթ կար։ Այդ ջրաղացի շնորհիվ այդ արտագաղթը կայնավ։ Ստես այդ գյուղերը զարգանալ։ Դուք ասենք ճամփով որ գաք կտենաք գյուղերի զարգացումը, ինչ մակարդակի զարգացումը։ Ասածի մեջ մի հատ լավ խոսք կա։ Ասում են վայեն ժողովրդին, որը իրան ղեկավար կընտրի աղքատներին։ Վայեն ժողովրդին։ Հիմա այդ ժողովուրդը ընտրեց 18 թվին աղքատին, չտեսին, այս օրին ընկանք։ Հիմա ուզում ենք ազատվենք այս չտեսից։ Ու զարգացում ենք ուզում։ Դրա համար ուզում ենք Քոչարյան լինի նախագահ, որտեղ ինքն ուժեղ ղեկավարը։ Հույսը կապել եմ իր հետ, որ կարողանա վերափոխի այս դաժան կյանքից մեր դրան։ Ես ուզում եմ ընես լիճեր, որ Եվ մի պետություն գնա, այն կարմիր գյուղերից քայլելու, ես լավը զգամ ինձ, ասեմ հայա քայլում։ Ինչպիսի առաջնորդ եք ուզում տեսնել Հայաստանում։ Շատ ռիսկով, ուժեղ առաջնորդ։ Նիկորից բացի, քպայից բացի, ցանկացածին։ Շատ կցանկանայի, որ մեր երկրի ղեկավարը լիներ ուժեղ կամքի տեր մարդ, վճռորոշ մարդ եւ ամեն ինչում, որը կարող էր հասկանալ ազգաբնակչությանը։ Եվ միակ մարդը, որին ես տեսնում եմ, դա իմ կարծիքով նախկին նախագահ պարոն Քոչարյանն է։ Ես աշխատել եմ պարոն նախագահի ժամանակաշրջանում, համայնքի ղեկավար։ Ես աշխատել եմ, տեսել եմ պարոն Քոչարյանի աշխատանքի ոճը եւ համոզված եմ, որ ել ավելի լավ է լինելու, քան առաջ։ Հաստատ համոզված եմ։ Գիտեմ երկրի փրկությունը Իրանից է կախված։ Մեր երկիրը ծաղկեցնողը ինքն է լինելու։ Մենք դեպի թուրքացման չեն գնալու։ Ինչ հույս կա միրակ իր հետ է։ Մենակ Ռոբերտ Քոչարյանը հետ է իմ հույսերս։ Զուտ որպեսի Նիկոլը չանցնի, դրա համար եմ եկել։ Ալիևին կզսնողին ենք վստահում ներողություն արտահայտության համար, կզվողին չենք վստահելու։ Քոչարյանի ժամանակ թշնամին վախենում էր Հայաստանի ուղղությամբ նայել, այսօր չգիտեմ 5 կամ 7 կիլոմետր վերև է։ Այսօր էլ մի երիտասարդի հետ կանգնած եմ լավաշի հերթի, այս երիտասարդն ասում է. գիտես, Քոչարյանին հարցրեցին, դու քո դիրքերը պահել ես բանկաներով, որ պիտի շախշակա, թղթակա եւ իրանք թուրքը չգա։ Ասի Երանի այս իշխանասարի վրա էլ բանկաներից լիներ եւ իշխանասարը չգրավեին, այդ տղաները քնած տեղից վեր կենային 2 ավտոմատով իշխանասարը կարելի էր պահել։ Շնորհակալ ենք Քոչարյանին, որ նորից մտավ քաղաքականություն, սա մեր երկրի հարցն է եւ շնորհակալ եմ։ Ընդհանուր առմամբ հույսը կապենք իրանց հետ, որովհետեւ մենք նախկինում տեսել ենք իրանց աշխատանքը, գնահատում ենք դրական։ Ինքը զոր է, եթե հաշվում ենք, ասենք 19 բանի նախընտրական պայքարի մեջ որ կան, կարծում եմ ինքը զոր է, ինքն էլ կհաղթի, ինքն էլ երևի երկիրը կազատի։ Նախ մենք տեսել ենք Ռոբերտ Քոչարյանի տարիները եւ իշխանության կառավարման տարիները տեսել ենք, որ միակ ղեկավարը, միակ ուժը ինքն է եղել, որի ժամանակ մենք ոչինչ չենք կորցրել, մենք ընդհանրապես բարգավաճել ենք, մենք միշտ բերել ենք սրահորոք, պատերազմ ու սրահ, պատերազմ ու բոլոր պատերազմները պաշտվել ենք, ասում են իրանց հողերն են, չեմ հասկանում, ազգ են դարել ընդհանրապես 100 տարի ու հանկարծ հողատ պահանջ են դարել։ Իսկ մենք հազարավոր տարիներ գոյություն ենք ունեցել այս նույն հողում ու հանկարծ այդ հողերը իրացն է։ Ու ես տեսնում եմ միակ մարդը, որ կարա այդ հարցը լուծի, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Թշնամու զորքերը ստեղից լավագույն դեպքում լավագույն հեռավորությունը 4 կիլոմետր է։ Այսինքն ռագատկով էլ կարան ցանկացած տեղ խփեն։ Սա ասելու բան չկա։ Մենք մեր բոլոր բարձունքները, բոլոր ճանապարհները տվել ենք Թուրքին։ Ես չեմ կարող հասկանալ մարդու, ով
կարա հանկարծ Նիկոլ ընտրի։ Այսինքն այդ մարդը միանշանակ ասում է ես այս երկրի դավաճանն եմ։ Ինչի ասում են խաղաղություն են։ Սա խաղաղություն չի։ Սա ստրկություն է, ինչ այսինքն խաղաղություն ստրկության գնով։ Մարդիկ կյանք են զոհում, իրանց երեխեքի կյանքն են զոհում, որպեսզի հայրենիք պահեն։ Իսկ մենք հայրենիք ենք տալիս, որ կյանք փրկենք, չեմ հասկանում լոգիկան։ Ասեք ինչու եք ընտրել Հայաստան Դաշնություն, ինչ հույսեր եք կապում այս քաղաքականության հետ։ Սա առաջի անգամ չէ, որ ես Ռոբերտ Քոչարյանին եմ սատարում։ Այսօր մենք Հռոմեցին ենք, Չադ ու Չադից էլ հետ ենք, այդ աֆրիկյան պետությունը։ Մենք ուզում ենք հայու գենին, հարիր պետությունը նորից մեզ հետ վերադարձնեն։ Հայի փիլիսոփայությանը հարիր պետություն ստանանք նորից։ Մենք հավատում ենք Քոչարյանին, Քոչարյանի ուժին։ Ամեն ինչ պայմանավորված է մեր առաջնորդով։ Այն ժամանակ էլ երբ մի վտանգ սպառնում էր, մենք հավաքում ենք քաղաքապետարանում, իմի գալիս, հավաքում ամեն ինչ ու օգնում։ Իսկ այսօր այս վերջի ջերմուկի դեպքերից ես առաջի անգամ եմ տեսնում, ավշած էի, որ Սիսյանցին տեղաշորը վերցրած փախնում էր։ Այդ նրանից է, որ իր առաջնորդը հողատու է, հայրենադավ է, այ դրանից է գալիս։ Իսկ հիմա թող մեզ առաջնորդի Քոչարյանը եւ դուք կտեսնեք մեզ ինչերի կհասնենք։ Իմ կարծիքով Ռոբերտ Քոչարյանը փորձառու է, ուժեղ է եւ նա կարող է Հայաստանը վիճակից հանել։ Հիշում եմ, որ խաղաղ էր անցնում, ամեն ինչ լավ էր, այժմյան վիճակի նման չէ, սահմանները խաղաղ էին եւ մենք համեմատաբար լավ էինք ապրում։ Տեսնում ենք, որ Հայաստան Դաշնքի ծրագրով բնականաբար այս վիճակից դուրս գանք, նաև փորձն է ցույց տվել։ Իշխանասարը նկարել եք, մի քիչ կառաջանակ կապան, Գորիս, կտեսնեք ինչ վիճակում եք։ Դերաշը տեսել եք, դե ինչ կա, դե բացատրելու բան չկա։ Բացատրելու այլևս բան չկա։ Ուղղակի պիտի ազատվել, իշխանափոխություն անել, վերադառնալ մեր նախկին անվտանգ վիճակին։ Եվ հույսս կապում եմ Հայաստան Դաշնքի հետ։ Օրենքների հիմնական մասը ընդունվել է այդ տարիներին։ Թող բացեն, նայեն։ Դա աշխատանքի, արդյունքի, ուրեմն ցուցաբերումն է։ Մարդիկ ոնց են աշխատել։ Ես արագ փոփոխություններ բնականաբար չեմ անցնում, որովհետև այնքան է վատացել մեր վիճակը քաղաքական։ Տնտեսական վիճակը հայ մարդը այնպիսի մարդ է, ինքը իր համար ստեղծելու է, ապրելու է։ Լևոն Տեր-Պետրոսյանի տարիներին սոված լույս չկար, դուրս ենք եկել այդ բահից, հասրել Ռոբերտ Քոչարյանը այդ մղձավանջից մեզ հանել է, ստեղից էլ է հանելու։